Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 16-ն է եւ սա արդեն մեր երեկոյան հաղորդումն է այսօրվա մեջ եւ բնականաբար կրկին հիմնական քննարկման թեման Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմն է։ Հայաստանին վերաբերող հարցեր էլ մեծ հաշվողջական քննարկելու, եթե անկեղծ ասեմ, մեկ կարևոր հաղորդագրություն կա, որ Հայաստանի փոխարտգործ նախարարը հանդիպում է անցկացրել Թուրքիայում եւ հանդիպումը տեղի ունեցել Թուրքիայի փոխարտգործ նախարարի հետ։ Քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Նրանցած բոլոր հիմնական թեմաները վերաբերվելու են Իսրայելին եւ Իրանին, նաեւ տեղեկություն կար արդեն Հայաստանը ոչ կարող է արտահանել, ոչ էլ ներկայել ոչինչ Իրանով, քանի որ պատերազմական շատ բարդ իրավիճակ է հիմա Իրանում, ինչի մասին ես խոսել էի։ Բարեբախտաբար դեռ նավահանգիստները կարծես թե չեն ռմբակոծվել, բայց կարծում եմ դա եւս անելու է Իսրայելը։ Ամենայն անկեղծությամբ ինձ էլ դժվար է դարձել այս հաղորդումները վարել, քանի որ անընդհատ տեսնում եմ շատ անմարդկային կադրեր, շատ դժվար տեսանյութեր կան ընկալման համար, բայց այնուամենայնիվ փորձում ենք շարունակել մեր աշխատանքը։ Դժվար է այն առումով, որ տեսնում ես, թե ինչ ահավոր պատկեր է ստանում պատերազմը, թե ինչ ահավոր անտանելի հարվածներ են հասցվում Թեհրանի տարբեր օբյեկտներին, այսօր գիտեք նաև խոցվել է ռադիո հեռուստաընկերության շենքը, կան նաև զոհեր։ Այս մի քանի տարիների ընթացքում բոլոր վատեսատեր գործողություններում մենք պատկերել ենք Իրանի հզորության դրսևորումը սիոնիստական ռեժիմի հեղինակության փլուզումը։ Դա Իրանի հեռարձակման կազմակերպությունն է։ Խոցվել են նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները, նաև իրանական կողմը հրթիռահարում է Իսրայել, այնտեղ եւս բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան եւ մենք օրեցօր համոզվում ենք, ընդամենը 4 օր է անցել այս պատերազմից, որ այս պատերազմը դառնում է ավելի ու ավելի դաժան, կողմերը փորձում են իրենց արդարացնել, բայց ես կարծում եմ, որ այն ինչ անում են թե Իրանը, ինչ անում է եւ թե Իսրայելը, բնականաբար արդարացում չունի։ Հիմա մեր հասարակության մի մասը կարող է աջակցել Իրանին եւ գիտեմ, որ բավականին մեծ մասն է աջակցում Իրանին, մյուս մասը կարող է աջակցել Իսրայելին։ Իրականում մենք կապ չունենք այդ պատերազմի հետ եւ ուղղակի կարող ենք աջակցել, կոմենտներ գրել, բայց ես միշտ զգուշացնում եմ, որ արիք կոմենտների մեջ միշտ էլ սուստ լինենք, մարդկային գտնվենք, քանի որ կոմենտներով մեծ հաշվով ոչ մի հարց չենք կարող լուծել, բայց ընդհանուր առմամբ կարող ենք նաեւ վնաս տալ, եթե այդ կոմենտները պարունակում են ատելության խոսք։ Ես փորձում եմ նաեւ անկողմնակալ լինել եւ կրկին պետք է նշեմ, որ Իսրայելը եւս փոխել է իր ոճը, եթե առաջին օրը մենք տեսնում ենք, որ օրինակ շենքերի մեջ սպանվել էին ֆիզիկոսները իրենց ընտանիքների հետ միասին, ինչը եւս դաժան քայլ էր Իսրայելի կողմից, գլխատվել էր նաեւ բանակը, գլխատվել էին բոլոր նրանք, ովքեր որ որոշում էին կայացնում Իրանում, բայց արդեն մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերը շատանում են, շենքերի վրա հարվածները շատանում են, նույն քայլերը դիմում նաև Իրանը եւ իրանական հրթիռները եւս խոցում են Իսրայելում խաղաղ բնակելի շենքեր։ Պետք է մենք անկեղծ լինենք եւ արձանագրենք այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Եվ նույնիսկ ասեմ ավելին, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ուղիղ սպառնացել է եւ ասել է, որ Թեհրանի բնակիչները պատասխան կտան նրա համար, ինչ անում է Իրանը։ Եվ կարծում եմ ամենակարևոր եւ քննարկման արժանի լուրը այն է, որ Իսրայելը տարբեր մակարդակներով խնդրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն այս պատերազմին։ Այդպիսի կոչ է հնչեցրել նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարությունը, քանի որ Ֆորդոյում իրենք չեն կարողացել խոցել ատոմային օբյեկտները, քանի որ դրանք գտնվում են բավականին խորը ժայռի տակ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ ծանր ռումբերի միջոցով կարող է միայն խոցվել այդ Ֆորդոյի ատոմային բունկերը։ Այստեղ կարևոր է նշել, որ այդ ռումբերը շատ մեծ ռումբեր են, եթե չեմ սխալվում, մինչև 13 տոննա պայթուցիկ ունեցող ռումբեր են եւ դրանք հատուկ ռմբակոծիչ ծանր ինքնաթիռներով կարող են
միայն այդ ինքնաթիռները կարող են այդ ռումբերով հարված հասցնել, օրինակի համար նույն Ֆորդոյում իրանական ատոմի հարաստացման կենտրոնին։ Այդ ռումբերը նախատեսված են 65 մետր բետոնե պատնեշ ծագելու։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ուժի, ինչ ծանրության, ինչ մեծ ռումբերի մասին է խոսքը։ Եվ Նետանյահուն նույնպես սկսել է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Միացյալ Նահանգները սկսեն աջակցել Իսրայելին, այսինքն տարբեր մակարդակներով անթակույց ձևով օգնություն են խնդրում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանան այս պատերազմին։ Եվ Նետանյահուն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից է բխում, որպեսզի հարված հասցվի Իսրայելի ատոմային օբյեկտներին։ Նրա խոսքերով, եթե Խամենեին հարված հասցվի, ապա այս պատերազմը կավարտվի։ Այսինքն նաև գլխավոր թիրախներից մեկը երևի թե դառնում է արդեն Իրանի հոգևոր առաջնորդը։ Բայց կարծես թե այն լուրերը իրական են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս դեմ է, որպեսզի Իսրայելը հարվածի Խոմեյնիին։ Սա ցավոտ է երկու կողմերի համար էլ, բայց ես կասեի, որ Իրան չի հաղթում այս պատերազմում, նրանք պետք է բանակցեն, պետք է անհապաղ բանակցեն, մինչ ուշ չէ։ Իսկ ինչ կասեք, ձեր կարծիքով ինչ պետք է տեղի ունենա, որ ԱՄՆ-ն ռազմականորեն ներգրավվի այս հակամարտությանը։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Եվ Նետանյահուն միտքը շարունակելով ասում է, որ այսօր Թել Ավիվն է, վաղը Նյու Յորկը կլինի։ Նա ասում է, որ հասկանում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց շահերով պետք է առաջնորդվեն, բայց նույն ժամանակ չի հասկանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մահացած են։ Ինչ որ նման արտահայտություններ է անում Նետանյահուն, այսինքն փորձում է թասիբի գցել, փորձում է համոզել, խնդրել տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներքաշի այս պատերազմի։ Չնայած որ ներքաշված է Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց ուզում են, որ այդ հարվածը անպայման Ամերիկայի Միացյալ Նահանգները հասցնեն եւ դրանից բացի թույլ տան, որպեսզի սպանվի Իրանի հոգևոր առաջնորդը։ Իրանի արտգործ նախարարությունը հասկանալով այդ ամենը հստակ հայտարարել է, որ եթե ցանկանում են բանակցություններ, ապա պետք է ավարտվի պատերազմը եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների զանգ լինի Իսրայել, ապա միանշանակ Իսրայելը կդադարեցնի այդ պատերազմը։ Այսօր նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի միջև, ինչպես նաև Էրդողանի եւ Փեզեշկյանի միջև։ Էրդողանը քննարկումներ է ունեցել թե Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, թե Իրանի նախագահի հետ եւ բավականին իրարանցման մեջ է Էրդողանի խոսքերով նաև հայտարարությամբ հանդես եկել Էրդողանը, ասում է, որ Իսրայելը ահաբեկում է տարածաշրջանի բոլոր երկրները եւ նա ասում է, որ մարդկության դեմ կատարած յուրաքանչյուր հանցագործությամբ վտանգում է իր սեփական գոյությունը Իսրայելը, ինչպես նաև վտանգում է իր հասարակության ապագան։ Այսինքն Էրդողանը բավականին կոշտ եւ սուր հայտարարությունների է անցել եւ եթե անկեղծ լինենք, բավականին լուրջ ձևով Էրդողանը մտահոգված է հասկանալով, որ եթե Իրանի հարցը հիմա կարողանա լուծել Իսրայելը, ապա հաջորդը միանշանակ արդեն կարող է նաև Թուրքիան լինել։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, շատ դժվար կլինի Թուրքիայի հարցերը լուծել այդ առումով, բայց այնուամենայնիվ լուրջ սպառնալիք է տեսնում Էրդողանը իր համար Իսրայելի հզորացման մեջ։ Քանի որ մենք տեսնում ենք, որ աշխարհը օրեցօր ավելի անկայուն է դառնում, վաղը չես կարող ասել Թուրքիան ինչ դիրքորոշում կունենա Իսրայելը, ինչ եւ Թուրքիայի համար լուրջ վտանգ է դարձել Իսրայելը։ Կարևոր է նաև նշել, որ իրանցին էլ այսօր բեռնատար մեքենաներ են հայտնաբերել, ինչպես նաև Իսրայելի տարբեր ռազմական օբյեկտներ են հայտնաբերվել, իրենց տարածքում հայտնաբերել են հեռակառավարվող Spike հրթիռային համակարգեր, որոնք որ Իրանում տեղադրել էին իսրայելցի գործակալները, նաև անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել։ Եվ իրանցիները շատ արագ պատժի են ենթարկում այդ գործակալներին։ Նաև կարևոր է նշել, որ այսօր Իրանում խոցվել են ամերիկյան F-14 ինքնաթիռները, իրանական ինքնաթիռները, Իսրայելը այդ կադրերը եւս հրապարակում են։ Այսինքն Իրանը ուներ 5 ինքնաթիռներ, որոնք որ դերևս ձեռք էր բերել շահի ժամանակ, եւ այդ ինքնաթիռները եւս հայտնաբերվում եւ ոչնչացվում են Իսրայելի կողմից։
Եվ ահա նոր նաև տեղեկություն ենք ստանում, որ Իսրայելը Իսֆահանի ատոմային օբյեկտը եւս ռմբակոծում է, բայց ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Իսրայելի ռումբերը այդքան խորը եւ ուժգին չեն, որ ամբողջությամբ կարողանան ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրը։ Նրանք բավականին լուրջ վնասներ հասցնում են մի քանի հարկերի, բայց մինչև ներքև չեն կարող իջնել, ինչը նշանակում է այն, որ Իրանը չի կարող հասնել իր նպատակներին, դրա մասին են վկայում նաև հայտարարությունները, որոնք որ հնչում են Իսրայելից։ Նաև իսրայելական լրատվամիջոցները հատուկ տեղեկություն են տարածում, կարող է սա նաև ապատեղեկատվություն լինի, թե իբր Հոմեյնին շատ բարդ հոգեբանական իրավիճակում է գտնվում, քանի որ իր բոլոր կողմնակիցները այժմ սպանված են, ում հետ որ նա խորհրդակցում էր, ում հետ որ նա աշխատում էր, եւ նա այլևս չի կարող երկիրը կառավարել, դրա համար նրան հեռացրել են այդ պաշտոնից, այդ գործից։ Հիմնականում սրանք են, սիրելի հայրենակիցներ, գլխավոր այն հարցերը, որոնք որ այս հաղորդման ընթացքում ուզում եի ձեզ հետ միասին քննարկել։ Ուղղակի կարող եմ ավելացնել այն, որ քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Իրանը բազմաթիվ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Քիչ առաջ տեղեկություն կար, որ հրթիռները արձակվել էին, բայց հետո տեղեկություն եղավ, որ դրանք շատ չէին, մեծականակ հրթիռներ չէին, եւ այդ հրթիռները բոլորը կարողացել էր խոցել Իսրայելը, բայց հիմա նոր տեղեկություն կա։ Տեսնենք թե քիչ անց ինչ է տեղի ունենալու, այսինքն որքան հրթիռ է արձակել Իրանը եւ դրանցից քանիսը կհասնեն արդեն իրենց թիրախներին։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։